Աղջկանները դարձնում են կնոջը ավելի հզոր, այսինքն մայր, իսկ ինչ է գեղեցկացնում կնոջը ըստ քեզ։ Ներքնաաչքերը ու հոգին։ Հոգի բերությունը կարծիքն է։ Վարկը եւ երեխաները։ Աչքերը, ձայնը եւ Խոճուճ մազերը։ Ծիծեռնակ, դու գարնար սիրուն թռչնակ, դեպի ուր, ինձ ասա, թռչում ես այդպես արագ, աղ, թռիր, ծիծեռնակ, շարունակիր։ Դեպի ախելքելակ։ Թրիր Աֆրիկա, Թրիր Հայաստան։ Մալիշկե, Հայաստանի տակ մասերը։ Ինչ ես կարծում, ով կարա լինի Կլարա Ցետկին։ Ես չգիտեմ։ Важный март. Близнецы, Президенты заместитель. ես որտեղից իմանամ։ Կարող է կիներ։ Կարող է։ Սա սովորական ռեզին է։ Ինչ ես կարծում, մարիկները քո տարիքում ինչ կարեն սրա հետ անեին։ Хованька, двойной скакалкан там, тройной, четверной скакалкан, полтинкан, хованька. Ասանց բկարում են ու կցում են ու ասանց բռնում են։ Это մարդ պետք է եկհատը մարդ է ծխայ մարդի, երկու հատ մարդ բերնում են, այորդ է թերնում։ Это կարաս մլի պուզրյան։ Մենք պետք է կվերցնեի, կկապեի ու կկրատի սրանով։ Անահիտ, ինչ ես կարծում, ստացվեց մեր անակնկալ այցը դպրոց։ Ելնելով մեր հանդիսատեսի արձագանքից կարծում եմ ստացվեց եւ արժե այսօր լուսաբանենք առաջին դասարանցիներին։ Իսկ քանի դասարան ունի դպրոցը։ Դպրոցը ունի 13 դասարան, այդ թվում նախադպրոցական դասարանն է եւ մեծահասակների համար։ Նշենք նաեւ, որ դպրոցը Երեմիա է։ Ողջույն հարգելի հանդիսատես, մենք կրկին ձեզ հետ ենք։ Անցած շաբաթ անակնկալ այցով գնացել ենք դպրոց եւ մեզ հաջողվեց նկարել մի քանի դասարան։ Բարև ձեզ, այսօրվա համար մենք պատրաստել ենք տեսանյութ առաջի դասարանում։ Դիտենք։ Բարև ձեզ, կարելի է։ Իհարկե կարելի է։ Նստեք երեխաներ։ Ներկայացեք, խնդրում եմ։ Ես Հասմիկ Վարդանյանն եմ, Լյուբերցի հայ համայնքի Մեսրոպ Մաշտոցի անվան Կիրակնորիա դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին։ Ասացեք, սա ինչ դասարանն է ու ինչ դաս եք հիմա անցնում։ Սա առաջին B դասարանն է, այբենարանի դասը ուսումնասիրում ենք եւ սովորում ենք հայոց ոսկեղենիկ տառերը։ Շնորհակալություն ձեզ ցանկանում ենք երկար բեղմավոր աշխատանք հայապահպանության գործում։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ, որ մեզ դարձրել եք ձեր գեղեցիկ հաղորդաշարի հյուրը։ Սիրելի աշակերտ, ինչու ես ցանկանում գալ հայկական դպրոց։ Որպեսզի սովորել հայերեն։ Արդեն հասցրել ես սովորեն Մեսրոպատար Այբուբենը։ Ոչ, մնացել է մի քանի տար։ Իսկ դու ինչու ես ցանկանում գալ հայկական դպրոց։ Ես եկել եմ հայկական դպրոց, որ սովորեմ կարդալ ու գրել։ Ինչու ես հաճախում հայկական դպրոցը։ Որտեվ սովորեմ հայեն ու ունանամ ընկերներ, լավ ընկերներ։ Շատ ապրես։ Իսկ դու հասցրել ես սովորել Մեսրոպատար Այբուբենը։ Ոչ, հələ մնացել եմ մի քանի տար։ Ապրես։ Իսկ դու ինչու ես հաճախում հայկական դպրոցը։ Որտեվ ես ուզում եմ, որ ես իմանամ տարերը։ Ցանկանում ենք, որ որտեղ էլ լինեք, փառք ու պատվով պահեք այն, ինչ սովորել եք, եւ միշտ մնաք արժանապատիվ հայ։ Ասա, որ հանպատրաստից ավելի լավ է ստացվում։ Այո, իհարկե, բոլորին հետաքրքիր է անկեղծ իրականություն։ Գիտես որտեղ է, ինչ դու առաջի դասարանում էիր։ Կարծում եմ երկի դասարանում։ Այո, երկի դասարանում։ Բարև ձեզ, կարելի է։ Խնդրեմ, համեցեք։ Կներկայանաք։ Լյուբերցի հայ համայնքի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի ուսուցչուհի, երկերաշտության Ասատրյան խանım։
Կպատմեք ձեր գործունեության մասին մեր հայկական դպրոցում։ Պատմեմ։ Չնայած նրան, որ շատ քիչ ժամանակ է աշխատում եմ, ընդամենը 3 տարի, բայց դպրոցը տալիս է մեծ ուժ եւ եռանդ, աշխատելով օտար երկրում հայ մանուկների հետ, որոնք մեծ էներգիա են տալիս մեզ, ճիշտ է, ափսոսանքով ենք նայում մեր դպրոցի սաներին, որ ապրում են օտար երկրում, բայց փորձում ենք նրանց մեջ սերմանել հայրենասիրությունը, սերը հայրենին եւ հայ երաժշտությանը։ Դաստիարակում ենք հայեցի երեխաներ։ Շատ բարի։ Փոքրիկներս սիրով են սովորում երգերը։ Փորձեմ չխաբել, լինում են դեպքեր, այո, որովհետև շատ են լսում օտար երաժշտություն, բայց մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի երեխաների մեջ ուսուցանենք հայեցին, հայկական երգը։ Իրականում սիրելի դիտողներ, մեզ համար էլ էր անակնկալ այս հաղորդումը։ Դե ինչ բարեկամներ, մաղթում են ձեզ ամենայն բարին, մինչ հաջորդ շաբաթ։ Բաժանորդագրվեք, հավանեք եւ տարածեք։ Հաջողություն։ Լյուբերցի հայկական համայնքը իր անդամներին է առաջարկում անվանական անդամակարտեր։ Անդամակարտերի առավելություններին ծանոթանալու համար հետևեք Լաոյի պաշտոնական կայքին, սոցիալական ցանցերին եւ ալիքներին։